Այս ասենց փակ ինֆո էր, բայց որոշեցի ասել ձեր եթերին։ Աննա, ո՞րն է ինֆլուենսերի համար ամենից բարդ պահը։ Աշխատում ենք 24/7։ Դավիթի հետ ռիլերը ավելի մեծ դիտողականություն են վայելում։ Մամա, ես քեզ շատ եմ սիրում։ Կա որևէ հիշվող դեպք, որևէ հետաքրքիր իրավիճակ, որը կառանձնացնեք լուսանկարչի աշխատանքի ժամանակ։ Ես գիտեմ, որ շատ վատ բան եմ արել, որովհետև եթե ես էլ լինեի այդ իրավիճակում, այդ ֆոտոգրաֆին չգիտեմ ինչ կանեի, կներեք։ Ինչպես եք վերաբերվում քննադատություններին կամ օրինակ վատ մեկնաբանություններին։ Երբ տեսնում ենք զուգված զարդարված է, այսօր տեսա ոնց որ լվացված էլ չլիներ։ Բլոգերները, ինֆլուենսերները մրցակցում են։ Ես ամենայն դեպս զերծ եմ այդ ամեն ինչից։ Ո՞րն եք համարում ձեր ամենից մեծ ձեռքբերումը։ Ամենաառաջինը ինձ համար միշտ իմ ընտանիքն է, իմ Դավիթը, իմ ամուսինը։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Բլոգեր, լուսանկարիչ, բիզնես վումեն եւ ամենից առաջ մայրիկ։ Ինստագրամյան հարթակում հայտնի David's Mom Աննա Մարգարյանը ամեն օր փորձում է հավասարակշռել իր սիրելի զբաղմունքները։ Ամենասիրելի կադրերում մշտապես հայտնվում է որդին Դավիթը։ Նրանց ռիլերում անվերջ կարելի է տեսնել անկեղծ ժպիտներ, փոքր արկածներ ու մեծ սեր։ Ամեն ինչ սկսվեց իմ տղայի ծնունդից հետո։ Ես մինչև իր ծնվելը ու մինչև բլոգ վարելը մասնագիտությամբ նկարչուհի դիզայներ էի ու երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց երբ որ ինքը ծնվեց, ես անցա դեկրետի, ինչ-որ նորություն էի փնտրում ու այդ ժամանակ շատ կարիք ունեի շփման այն մարդկանց հետ, ովքեր նույն փուլում էին ինչ-որ ես, ու այդպես որոշեցի բացել բլոգը։ Սկզբնական շրջանում եղավ շատ sense մամայական բլոգ, որովհետև հենց թեման հավելյալ սնունդներ, որով որ սկսել էի, ու աստիճանաբար այդպես ըստ իր փուլերի գնաց բլոգը, մինչև այսօր էլ այդքան մամայական չի, բայց դեռ կան մարդիկ, ովքեր ինձ հիշում են այդ ժամանակից։ Իսկ ինչից ոգեշնչվեցիք։ Երևի ավելի շատ այդ պահին այլ բլոգերներից։ Կոնկրետ մեկ բլոգեր կարում ես շատ ակտիվ հետևում էի ու միշտ ինքը տեղադրում էր սթորիներ, ասում էր դե գնացի ես հանդիպման, այն հանդիպմանը, ասում է Երանի չավես աշխատանքը, այս բլոգինգի աշխատանքը, երևի թե կարելի ասել հենց այդպես հետևելով այլ բլոգերների իմ մեծ հենց մոտիվացիա առաջացավ, որ ես էլ կարող եմ անել, որովհետև միշտ փոքրուց սիրել եմ այդ տեսախցիկները, անգամ միշտ ուզել եմ դերասանուհի դառնամ, ասեցի չէ, կարելի է փորձել։ Աննա, ո՞րն է ինֆլուենսերի համար ամենից բարդ պահը։ Ամենից բարդ պահը երևի, որ մենք չունենք ազատ օր։ Թվում է թե կարող ենք աշխատել ցանկացած պահի, երբ ինքներս ուզենք, բայց աշխատում ենք 24/7, եթե անգամ ինչ-որ ֆիզիկապես ինչ-որ գործ չենք անում, մեր ուղեղը անդադ զբաղված է, որ այս սցենարը մտածենք, հա, չգիտեմ, այսինքն անդադ այդ թեմայի մեջ ես, ուղեղդ չի կարողանում հանգստանալ։ Ինձ հետաքրքիր է ինչպես Դավիթը ինտեգրվեց բլոգերի աշխատանքին։ Ինքն էլ չի հասկացել իրականում, նոր սկսում է հասկանալ, հիմա 3 տարեկան 7 ամսական է, նոր ինքը ես զգում եմ, երբ որ ես հեռախոսը միացնում, ինչ-որ բան եմ ուզում նկարել, ասում եմ, մամա, հիմա մի նկարի, պահ կա, որ հիմա ինքը չի էլ ուզում ու ես բնականաբար դեմ չեմ գնում իրան, եթե ինքը ինչ-որ միտեղ ես զգում եմ, չի ուզում նկարվել, չեմ նկարում, դե այդ սկզբնական շրջանում, քանի որ ինքը 5-6 ամսական էր, ինչպես նշեցի, սկսեցինք հենց իր հավելյալ սննդով, ինքը ուզեր թե չուզեր, ներգրավվեց այդ ամեն ինչի մեջ։ Դավիթի հետ ռիլերը ավելի մեծ դիտողականություն են վայելում։ Ասեմ ավելի Դավիթի ու ամուսնուս հետ, ավելի շատ, քան ինձ, երբեմն նեղանում եմ, տենց տեղադրել եմ մի անգամ, ասում եմ, այսքան ես ձեր համար անեմ, ամեն ինչ անեմ, երբ որ ես մենակ եմ, ինձ այդքան ոնց որ ակտիվություն չեք ցուցաբերում, երբ որ հայտնվում է Դավիթ ու ամուսինս, բոլորը սկսում են շատ ուժեղ ակտիվություն ցուցաբերել, ենթադրում եմ, որ դա հենց հետաքրքրությունն է մարդկանց։ Ես գիտեմ, որ դուք նաև ունեք հյուրատուն, կպատմեք մի փոքր ինչպես եք համատեղում այդ հյուրատան ղեկավարումը, կառավարումը եւ ինֆլուենսեր բլոգերի աշխատանքը։ Պատմեմ, թե ինչից սկսեց հյուրատան գաղափարը։ Իրականում հյուրատունը, որ մենք հիմա աշխատեցնում ենք, դա եղել է մեր սեփական առանձնատունը, որտեղ որ մենք չենք հասցրել շատ բնակվել, մոտ 3-4 ամիս, որից հետո ամուսինս մեկնեց գործուղման, ու երբ վերադարձավ, ես անհամբեր սպասում եմ, որ պետք է մենք գնանք ապրենք մեր տանը, ինքը եկավ ինչ-որ sense նոր գաղափարներով, որ մեր տունը դառնում է հյուրատուն։ Բնականաբար սկզբում ես շատ դեմ էի, որովհետև շատ անհամբեր սպասում էի, էլի թե երբ պետք է գնանք արդեն մեր տուն, բայց ոչ ոք չի կարող այդպես ինքը տրամադրված եկել էր, որոշեցի բլոգի միջոցով, դեպ այդ ժամանակ շատ օգնեց բլոգը, որովհետև անցած տարի, երբ որ
մենք աշխատեցինք ամռանը, մոտ 90% մեր հաճախորդները եղել են մեր հետևորդները, այսինքն իրանք շատ սերտ կապվեցին իրար հետ, որովհետև մարդիկ հաճախ տեսնում էին իմ սթորիները հենց մեր տանը ու երևի ինչ որ հետաքրքրություն էր, որ հենց իրենք էլ գան այդտեղ հանգստանալու։ Ես ու ամուսինս միասին ենք կառավարում, այսպես ասած, դրա համար այնպես չի ինձ վրա է ամբողջը, շատ հանգիստ այսպես կարողանում ենք համատեղել։ Այստեղից մի հարց հղացավ ինձ մոտ, ամուսնու հետ աշխատելը նույն գործի վրա բարդ է թե ոչ։ Իմ ամուսնու հետ բարդ է իրական, որտեղ ինքը երբ որ որոշմա վերջ, էլ ոչ մի բան չենք կարողանում, կոմպրոմիսներ չենք կարողանում գնալ։ Ինչ որ հարցերում հեշտ է, բայց հիմնականը երևի ավելի դժվար է, քան հեշտ է, որովհետև մի քիչ տարբեր կարծիքներ ունենք, անգամ վերանորոգման ընթացքում էլ էլի, ասենց անընդհատ ես սենց էի ուզում, ինքը սենց էր ուզում, բայց արել ենք նենց ոնց ինքն է ուզել։ Աննա, ես այս հարցը տալիս եմ բոլոր այն հյուրերին, որոնք ակտիվ են Instagram-ում եւ քանի որ դուք եւս նշեցիք, այսինքն այստեղից կարելի է հետեւություն անել, որ եթե Instagram-յան հարթակում կամ որևէ սոցիալական հարթակում դու ինքդ ակտիվ ես, քո բիզնեսը առաջ կգնա հենց դրա շնորհիվ։ Ճիշտ է այդ միտքը լիակատար։ Ճիշտ է, որովհետև այդ անձնական բրենդինգ ասվածը այսօր ես կարծում եմ ամենալավն է աշխատում, որովհետև այդ մարդիկ քեզ նայում են, քեզ սիրում են, արդեն քո խոսքին հավատում են, արդեն հավատում են այն ամեն ինչին, ինչով որ դու զբաղվում ես, որովհետև երբ որ մենք մեր տունը արդեն անցած տարի սկսեցինք աշխատեցնել, դեռ ոչ մի բան չէի տեղադրել, ընդհանրապես sense ինչ որ կառուցման ընթացքից դատարկ պատեր, ուղղակի story էի տեղադրել ու մենք այդ օրը մի քանի նախագրանցում ունեցանք առանց ոչ մի բանը տեսնելու, դա ինձ թվում է խոսում է հենց այդ վստահության մասին, որ մարդիկ երևի տեսնում են, որ թե դու ինչ ոճով ես քո էջը վարում, դու ինչ տեսակ մարդ ես, բնականաբար նաև այդ տեսակ լինելու է քո սկսված գործը։ Ինչն է կարևորում հյուրերին ընդունելիս, դիմավորելիս։ Հյուրերին ընդունելիս նախ փորձում ենք այնպես լինի, որ սենց ընտանեկան միջավայր լինի, հենց շեշտը մենք հյուրատունը բացելուց դա ենք դրել, որ լինի սենց շատ ընտանեկան, ջերմ միջավայր, շատ տեղ ենք տալիս ծնողներին, որ հարմար լինի, որովհետև տարատեսակ զբաղմունքներ ունենք բալիկների համար, վերջերս նոր մեծ խաղահրապարակ է հենց ամուսինս իր ձեռքերով կառուցել, որովհետև ամբողջ տունն էլ գրեթե իր ձեռքերով է պատրաստվել ու վերջերս էլ էլի մի գեղեցիկ հատված կառուցեցինք երեխաների համար, այնտեղ ավազի հատված, սղարաններ, մի խոսքով ամեն ինչ կա լողավազան, որ ծնողները երբ որ գալիս են հանգստանալու, փորձեն իրենց մաքսիմալ թուլացնել ու հանգստանալ, որ երեխաները ունենան տարբեր զբաղմունքներ։ Աննա, դուք նաև լուսանկարիչ եք, կպատմեք մի փոքր ինչպես եք ընտրել լուսանկարչի ուղին, հետո արդեն քննարկենք ինչպես եք համատեղում այդ բոլոր աշխատանքները։ Լուսանկարչությունը ինձ համար սենց մանկության մի հատ երազանք ա եղել, որովհետև երբ որ ես ուզում էի սկսել լրջացնել ու զբաղվել, այն ժամանակ այդքան արդիական չէր լուսանկարչությունը, չէ, այդպես 1000-ից մեկը ինչ որ հարսանեկան արարողություն նկարեր, թե դա չէ, այդպես հայրիկս ասաց, չէ, ավելի լավ է դու գնա ձեռքով նկարի, դարձի նկարչի դիզայներ, քեզ լուսանկարչությունը պետք չի, բայց այդ միտքը սենց անընդհատ ուղեղս կրծում էր այս տարիների ընթացքում, ու երբ որ արդեն բլոգինգը հասել էր սենց մի հատ փուլի, որ կարող է արդեն հանգիստ մեկ այլ գործ համատեղել իր հետ, որոշեցի դասընթացներ սկսել, միանգամից մի գիշերում պատվիրեցի տեսախցիկս ու ասեցի սկսում եմ ու նույն կերպ ոնց ասեցի հյուրատան հետ կապված, նույնը եղել է ֆոտոյի մասով, ես story էի տեղադրել, որ սկսում եմ ու ինձ մոտ 10-12 հոգի նախագրանցում արեց, առանց ոչ մի բանի, անգամ տեսախցիկս չէր հասել ինձ մոտ, դա էլի անձնական բրենդինգի մասով։ Այդպես սկսել եմ այդտեղից մոտ արդեն 2 տարի զբաղվում եմ լուսանկարչությամբ ու շատ եմ սիրում։ Կա որևէ հիշվող դեպք, որևէ հետաքրքիր իրավիճակ, որը կառանձնացնեք լուսանկարչի աշխատանքի ժամանակ։ Այն ինձ եմ ամաչում մի հատ դեպք ա եղել, որ ես երբեք չեմ մոռանա իրականում, դա եղել է, որ ես մոռացել եմ իմ գրանցումը ու չեմ գնացել կնունքի եկեղեցի, այնքան անհարմար իրավիճակ ա դա եղել, ես տանն էի ու ինձ զանգեց իմ հաճախորդը, ասեց Աննա ջան, բա ուր եք հասել, ու ես էլ տենց իրավիճակներում չեմ կարողանում էլի մի քիչ խաղամ շտկեմ, իրավիճակը պահեմ, ասում եմ ոնց, այսօր գրանցում ունենք, ասում եմ հա մենք հիմա եկեղեցում Տերը ձեզ ա սպասում, որ գա սկսեք ու ես հենց կայծակնային արագությամբ եմ հասել եկեղեցի, մենակ ես գիտեմ, այդ դեպքը հիշեցի մի անգամ, հենց հասել եմ արագ բոլորը ինձ են նայում, ես գիտեմ, որ շատ վատ բան եմ արել, որովհետև եթե ես էլ լինեի այդ իրավիճակում, այդ ֆոտոգրաֆին չգիտեմ ինչ կանեի, ու ես էի այդ բային այդ ֆոտոգրաֆը, բոլորը նայում են, ես գլուխս կախելոք նկարում եմ, բայց կարևորը սիրուն նկարներ արեցինք, ինձնից հուսով եմ շատ չնեղացա։ Կներեք, եթե դուք հիշեցիք այդ դեպքը։ Ինչպես եք վերաբերվում քննադատություններին կամ օրինակ վատ մեկնաբանություններին։
կսուտեմ, եթե ասեմ, օй, ինձ համար մեկա։ Ինձ իրական շատ վատ բաներ չեն գրում այդքան։ Դե բնականաբար լինում են, հենց էլ չի որ ասեմ ոչինչ չեն գրում են, բայց հազվադեպ, ու այդ հազվադեպը, քանի որ եթե ինձ թվում է թե շատ է լինում, արդեն իմունիտետ ես ձեռք բերում, չես նեղվում։ Դրա համար որ հազվադեպ է լինում, չի կարա էլի սրտիդ չհասնի։ Սկզբնական շրջանում մի քիչ նեղվում եմ, եղել է մեկնաբանությունից, ասես մի քանի անգամ կարդացում, լավ, ինչի էլի, ինչ եմ արել օրինակ որ սենց բան, բայց հետո երբ որ սենց սառը դատում ես, հասկանում ես, որ եթե մարդիկ այդքան տարբեր են ու չես կարող ուղղակի բոլորին դուր գալ։ Հետո հասկանում ես, որ այն մարդիկ, ովքեր քեզ մտնում սենց են, որ մաքսիմալ վատ ձևով մեկնաբանություններ են թողնում կամ հենց անձնական նամակով գրում են, ես այսպես եմ հասկանում, որ իրանց կյանքը այնքան տխուր ու դատարկ է կոպիտ ասած, որ իրանք փորձում են այդ տխրությունը, այդ բացասականը նաև քո մեջ դնել, որ դու էլ դառնաս իրենց պես ու իրանք իրենց հանգիստ զգան ավելի։ Դա համար փորձում եմ այդ ձևով իմ նեղվածությունը հանել։ Իսկ ո՞րն է եղել ամենացավալի մեկնաբանությունը։ Ամենացավալի կամ ինչի մասին է դա եղել։ Մի անգամ այդ եմ շատ լավ հիշում, այդ միշտ ասում եմ, իմ տեսքի հետ է կապված եղել, ես իրականում ոնց կամ իրականում այդպես լինում եմ միշտ հեռախոսից այն կողմ, այսինքն եթե ես այդ օրը արթնանում եմ ու հարդարված ու շպարված չեմ, ես սթորիներում եմ այդպես, երբեք հատուկ չեմ այսպես շպարվում, որ մտնեմ ասեմ բարի լույս, այսինքն իմ լսարանը սովոր է ինձ տեսնել ցանկացած տեսքով, ու մի անգամ հիշում եմ Դավիթը ես հիվանդ ու Դավիթին առավոտը տանում եմ ասենց մի կերպ մանկապարտեզ ու հետ եմ գալիս, շուտ սենց շոտ խառը մազերով, մի կերպ սենց ինձ գցում եմ տուն, այդ ճանապարհին ինձ հավանաբար ինչ-որ մեկը տեսել է, ու գալիս եմ այդ օրը հենց ինչ-որ վիդեո եմ տեղադրում իմ ծնունդից, որտեղ ես շատ սիրուն հագած կապած եմ, ու այդտեղ ինձ գրել էին, այս աղջիկը սենց երբ տեսնում ենք զուգված զարդարված է, այսօր տեսա ոնց որ լվացված էլ չլիներ։ Ու տենց եմ որ այդ իրոք է որ սենց սրտից կպոսում լավ ես այսքան նորմալ լինեմ, մի օր ընդամենը մարդինց հիվանդ տեսավ սենց։ Երևի դա է եղել, որ տեսքից հետ կապված է եղել, հա ինչ որ ուրիշ չի եղել, չեմ հիշում։ Աննա, անդրադառնանք մի այսպիսի հարցի։ Բլոգերները, ինֆլուենսերները մրցակցում են։ Իրականում ես ինքս չեմ մրցակցում, որովհետև կարծում եմ, որ եթե դու քո գործի մեջ կենտրոնացած անում ես այն, ինչ սիրում ես, այն, ինչ կարևորում ես, այդպես ուշադրություն չես դարձնում, թե մյուսները ինչ են անում, որ փորձես իրենց հետ մրցակցել, այդպես երևի ավելի adekvat են վերաբերվում, բայց կարծում եմ կան բլոգերներ, ովքեր մրցակցում են, դա կլինի հետևորդների քանակով, թե գովազդների, այսինքն այս կազմակերպությունը գովազդ տվեց, այնպես անեմ, որ ինձ էլ տա, կարծում եմ կլինեն, բայց ես ամեն դեպս զերծ եմ այդ ամեն ինչից։ Մի փոքր խոսենք ապագայի պլաններից, ինչ նոր մտքեր կան, թե սոցիալական հարթակների հետ կապված, թե բիզնեսի հետ կապված։ Կոնկրետ իմեջի հետ կապված մեր կյանքում լինելու անորություն, բայց դրա մասին այս պահին չեմ ասի, որ իմ հետևորդներին էլ հետաքրքիր լինի։ Ինչ վերաբերում է բիզնեսին, մենք ինչպես նշեցի, ճիշտ է, այս ամեն ինչով զբաղվում ենք ու ես հասցնում եմ, բայց ելի դժգոհ եմ, ուզում եմ եւս մեկ նորություն։ Իրականում եւս մի նոր բիզնես իդեա ունենք, որը հուսով եմ, որ մոտ ապագայում կկարողանանք իրականացնել, քանի որ ամուսինս նաեւ մասնագիտությամբ խոհարար է։ Մենք ուզում ենք կիսաֆաբրիկատների նոր բիզնես ունենալ։ Սա սենց փակ ինֆո էր, բայց որոշեցի ասել ձեր եթերին։ Այդպես հուսով եմ մոտ ապագայում կկարողանանք նաև դա կյանքի կոչել։ Ո՞րն եք համարում ձեր ամենից մեծ ձեռքբերումը։ Ամենից մեծ ձեռքբերումը իրականում ամենաառաջինը դա իմ ընտանիքն է։ Բոլոր աշխատանքներում այսպես ասած ունեմ իմ ձեռքբերումները, բայց մեկը ամենաառաջինը ինձ համար միշտ իմ ընտանիքն է, իմ Դավիթը, իմ ամուսինը, հետո նոր մնացածը, պես որ իրանց հաստատ կառանձնացնեմ։